Եղբայրներ Գուրեջան, երողնի բոլորիս, Աստված օգնի, որպեսզի իր խոսքի ճշմարտությունները մեզ համար ավելի լուսավորվեն եւ Աստծո օգին օգնի, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը հաստատվի ճշմարտության մեջ։ Ես ուղղակի ուզում եմ նորից մենք վերհիշենք եւ նայենք մի քիչ այլ ուղղությամբ այս հարցը եւ իրականում հասկանանք, որ Աստծո նախանձավորությունը մեր օրերում դա Քրիստոսի խաչելությունն է, Քրիստոսի խաչը։ Եվ դրա համար մենք գիտենք, որ բնաբանի մեջ առաջին Կորինթացիների 2:2-ում, չէ, Պողոս առաքյալը շատ հստակ ներկայացնում է դա, ասում է, որովհետև միտքեր չէի դրած, մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Եկեղեցիները կարող են շատ բաներով զբաղված լինել, եկեղեցիները կարող են ունենալ շատ քարոզություններ, շատ բաներ սովորեցնեն, բայց այն եկեղեցում, որտեղ Քրիստոսի խաչելությունը աչքաթող անելուն կամ մի կողմ անգնում, այդ եկեղեցին հոգևոր աճ չի կարող ունենալ։ Նմանատիպ վտանգի տակ էր առաջին Կորինթացիների ժամանակվա եկեղեցին։ Եվ եթե հիշում եք, այդ եկեղեցու մեջ ինչ վիճակ էր տիրում։ Եվ մեկը ասում էր ես Պողոսյան եմ, մյուսը ասում էր ես Կեփասյան եմ, մյուսը ես Քրիստոսյան եմ, Ապողոսյան եմ։ Երբ որ Քրիստոսի խաչելությունը եկեղեցու մեջ ո՞մ անգնում աչքաթող անելուն կամ կարևորություն չի տրվում, եկեղեցին գնում է մարմնավորության։ Հիմա եղբայրներ Գուրեջան, սա ես եկեղեցու առումով եմ ասում, բայց եկեք ավելի անհատականացնենք։ Այն անձնավորության մեջ, կամ այն անձնավորությունը, որի կյանքում Քրիստոսի խաչելությունը իր տեղում չի գտնվում, այդ անձնավորությունը մարմնավորական է։ Կասնի տարիներ, մեկը խռովկանը մնում է խռովկան, նեղացկոտը մնում է նեղացկոտ, չէ, շատերը ասում են, դու լավ ուր էիր, որ ես եկեղեցի էի գալիս։ Տարիներով կարաս բարձրանաս, բայց ուրիշ ոչ մի բանով։ Եթե տարիներով եկել եկեղեցի, դա ուր է կյանքի փոփոխությունը։ Ես անցած պատոք, անցած հոստնի մայրմանուկին այդ օրինակը վերեցին, մեր մոտ եղել է մեծասակուլիկ, որ 40 տարի պաշտպանունքի էր գալիս, որ մահացավ, ամբողջ փողոցը երևի որ թողել մաղալիշ կան, որովհետև փողոցում մարդ չկար, որ ինչ էր անած է, բայց 40 տարի ծառը գալիս էր պաշտպանունքի, այս անձնավորությունը։ Աստծո նախանձավորությունը դա Քրիստոսի խաչն է։ Եվ Պողոս առաքյալը ասում է, եթե սա չկա, այդ ուրիշ բան ես չեմ ուզում գիտենալ։ Ուրեմն ինչ խորհուրդներ կխոսաս, ինչը ոնց կհասկանաս եւ այլն, դա արդեն էական չի։ Ամբողջ Պողոս առաքյալի քարոզության, ավետարանչության հիմքում լուրջ դեր ուներ Քրիստոսի խաչը։ Եվ ինքը ինչը որ քարոզում էր, ամենամեծ ուշադրությունը դարձնում էր նրան, որ հանկարծ Քրիստոսի խաչը ունայն չդառնա։ Մենք տեսնում ենք, որ հակառակորդը ճիշտ փորձում է հակառակն անի։ Նա ամեն բան ուզում է անի, որ գիտությունը թող զարգանա եկեղեցու մեջ, չգիտեմ աստվածաբանական գիտություններ, վերջը կարողանաս իմանաս, չգիտեմ ինչ պատմություններ եւ այլն, ինչքան ուզում ես իմանցի։ Սովորետի, բայց հանդարս Քրիստոսը թո մեջ խաչված չընկալակնի։ Ինչպես որ Կորինթացիների եկեղեցու մեջ մենք տեսնում ենք հակառակորդին հաջողվել էր հրեաների մոտ, հրեաները ասում են մենք խաչի կարիք չունենք, մեզ նշաններ ցույց տուր, հրաշքներ արա, նշաններ արա, այլ որ այդ ժամանակ մենք կիմանանք, որ դու Աստծուց ես։ Հրաշքներ, նշաններ արա, որ մենք կարողանանք քեզ հավատանք։ Հույները ճիշտ հակառակն էին ասում։ Ասում են մեզի,
նոր բաներ խոսա, հա, նոր փիլիսոփայական ինչ-որ նորություններ, նոր մտքեր, նոր գաղափարներ, որ մեզ հետաքրքիր դառնա։ Երբ Պողոս առաքյալը ինչ ասում, ասում է, բայց մենք քարոզում ենք խաչակ Քրիստոս։ Հրեաների համար գայթակղություն, հույների համար հիմարություն, բայց մեզ փրկվածներիս համար Քրիստոսը քարոզում ենք որպես Աստծո զորություն, հարկ Տիրոջը։ Իմի եկեք մի հատ փորձենք հասկանանք, մենք հրեաների կամ արդյոք ես հրեաների կամ հույների նման ճիշտ մեր ներսը այդ նույն բանը չի ուզում։ Մեզ համար Քրիստոսի խաչելության, միգուցե խաչելության այս քարոզությունը այդքան լուրջ ազդեցություն չունենա, ինչքան որ հանկարծ մեկը մի հատ բժշկություն ունի ստեղ։ Այդ մի հատ բժշկությունը ինձ համար կարող ավելի մեծ, չգիտեմ ինչ նշանակի, քան թե խաչի քարոզությունը, որը մարդկային կյանքեր է փոխում։ Եվ այսօր մեր ներսը ավելի հակված չի արդյոք հրաշք տենալու, քան թե ասենք խաչի գործը մեր մեջ ունենալու։ Որոշները ուզում են նոր բաներ լսեն։ Ասում է եղբայր ջան, այդքան ինչ անենք, այնտեղ նույն բաներն են ասում։ Չէ՞, Աստված սերը, կամ չգիտեմ, ասենք նոր բան չկա։ Ինտերնետի մեջ ինչ են ման գալիս, նոր բաներ են ման գալիս։ Դա մենք խարիզմատիկական ոճի ինչ-որ նոր բաներ առանց մտածելու, որ նոր սերմեր է ցանվելու, այդ նոր սերմերը նոր պտուղներ է բերելու, որը աստվածային կյանքից կամ Քրիստոսի խաչի վրա եղած կյանքից ամբողջությամբ տարբերվելու։ Հետո գալիս է վնասները։ Եվ խնդիրը հետևյալն է, որ ի վերջո հարցը այստեղ է, իմ ներսը խաչված Քրիստոսի հետ կապ չունի։ Եվ ինչ չի հետարկում այդքան խաչակ Քրիստոսի, ասենք, այդ գործը եւ վերջը խաչակ Քրիստոսի իր ազդեցությունը, խաչակ Քրիստոսի հետ խաչվելը եւ այլն եւ այլն։ Եվ մենք ապրում ենք այսօր նորություններով, բայց կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Եվ երբ որ գաղատացիների եկեղեցու մեջ էլ Քրիստոսի խաչելությունը մի կողմ էր գնացել, այդ եկեղեցին ուր էր հասել։ Գրված է շնորհքից ընկել եք, Քրիստոսից խափանված եք։ Հիմի եւ այդ եկեղեցու մեջ ասում է իրար, չէ, իրար այնտեղ մի քիչ կոպիտ է գրած, իրար կծոտում եք, իրար վնասում եք, իրարից փչանում եք։ Եվ Պողոս առաքյալը շատ խիստ խոսքեր ասում, ես միշտ մտածել եմ, Պողոս առաքյալը այդ առումով շատ համարձակ է։ Որոշներին ասում է, որոշել եմ, որ մատնեմ սատանային, չէ, միտեղ ասում է, ով որ Քրիստոսին չսիրի նզովյալ լինի, ստեղ էլ ասում է, Երանի բոլորովին կտրվեին, արմատից կտրվեին նրանք, ովքեր ձեր մեջ խռովություններ են բերել։ Հիմի Պողոս առաքյալի ամբողջ ուշադրությունը հետևյալն է, որ մարդկանց նորից վերադարձնի Քրիստոսի խաչելությանը։ Ես ուզում եմ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք, վերադառնանք Քրիստոսի խաչելությանը եւ կարդանք այդ խաչելության որոշ համարներ եւ ուշադիր նայեք, տեսեք, եղբայրներ, քույրեր ջան, երբ որ Քրիստոս խաչվեց, ու սատանան հասկացավ, որ դա իր վերջն է։ Հիշում եք, չէ՞, Քրիստոս խաչի վրա ասեց կատարված է։ Այսինքն ի՞նչն էր կատարված։ Այն որ հավիտենական դարերից առաջ Աստված որոշել էր մարդու փրկության գործը խաչի վրա հայտարարվեց։ Դա կատարված է։ Եվ սատանան սա հասկանալով ամեն բան անում էր Քրիստոսի խաչից իջեցնել։ Եվ ովքեր էին, որ այդ ժամանակ խառնվել են եւ որոշները լրջության, որոշները ծաղրելով, չէ, որոշները նախատելով, բայց ամեն ձևով ուզում էին ազդեն Քրիստոսի վրա, որ խաչից իջներ։
Եվ երբ որ մենք կարդանք Մատթեոս 27:39 համարը, ես համարները չեմ կարդա, ասեմ, այնտեղ գրված է, որ ամեն անցնող դարձողները, չէ, այսինքն ժողովուրդը Հիսուսին ասում են խաչից իջի։ Հիմի պատկերացնում եք Սատանան ինչքան էր խառնվել, որ ամեն ձևով փորձում էր Հիսուսին խաչից իջեցնել։ Եվ այդպես գրված է, եւ անցնող դարձողները հայերում էին նրան իրենց գլուխները շարժելով եւ ասում էին. ով տաճարը քանդող եւ 3 օրում շինող, ազատիր քեզ։ Հիմի ինչքան ասենք օրինակ կարևոր է, չէ, ասում ազատիր քեզ, եթե Աստծո որդի ես, իջիր խաչից։ Հիմի ինչքան է Սատանան փորձեց տարբեր մարդկանց միջոցով, տարբեր ձևերով Հիսուսին խաչից իջեցնել, չստացվեց։ Նայեք տեսեք, 41 համարում ասում են քանայապետներն էին դրա մեջ, այդ նույն համարում գրված է դպիրներն էին դրա մեջ, այդ նույն համարում գրված է ծերերներն էին դրա մեջ։ Դուք գիտեք, ովքեր էին քանայապետները ժամանակ, ովքեր էին դպիրները, ովքեր էին ծերերը։ Ծերերը հոգևոր խորհրդատուներն էին, դպիրները սովորոցներն էին, քահանայապետները տաճարում, ուրեմն պաշտոն մատուցանողներն էին։ Եվ երեքն են միացած իրար հետ, ինչ էին ասում, իջի խաչից, իջիր խաչից։ Եվ երբ որ չէր ստացվում, գրված է, որ 44 համարում, ասում է միևնույն էլ ավազակները նրա հետ խաչված էին, նախատում էին նրան, ավազակները սկսին միանալ նրան, քեզ էլ ազատիր, մեզ էլ ազատիր։ Հետո երբ որ ավազակներում չստացվեց, Ղուկաս ավետարանի 23-րդ գլխի 35 համարում գրված է իշխանները միացան։ Սկսեցին իշխանները, պաշտոնավորները նորից ծառանքով ասել, որ իջի խաչից։ Եվ 36 համարում ասում է, որ զինվորներն են միացան։ Գրեթե բոլորին հավաքել էր, որ ինչ որ ձևով ազդեր Հիսուսի վրա, որ կարողանար Քրիստոսին խաչից իջեցնել։ Բայց մենք տեսնում ենք, որ չհաջողվեց։ Հիմա քահանայապետները, դպիրները, փարիսեցիները ինչ էին ուզում հասկացնել։ Նրանք հետևյալն էին հասկացնում, մենք էլ ենք հավատում, մենք էլ ենք սպասում փրկչին, մենք էլ ենք սպասում Մեսիային, բայց մենք չենք կարող ընդունել մեկին որպես փրկիչ եւ Մեսիա, որը ծնվել է Գոմում, մեծացել է արհեստավորի ընտանիքում, ապրել է սովորական կյանք, հիմա էլ խաչապայքին կանգնած է։ Մեր հասկացած, մեր մտածած, մեր պատկերացրած Մեսիան, թագավորը մենք լրիվ ուրիշ ձև ենք սպասում։ Հիմա եղբայրներ, քույրեր ջան, արդյոք մեր կյանքում ճիշտ նույն ձևով չի։ Մեր պատկերացրածը լրիվ ուրիշ է։ Եվ երբ որ Սատանան չկարողացավ Քրիստոսին խաչից իջեցնել, ինչ որոշեց։ Եվ որոշումը հետևյալն է. քեզ թույլ չտալ գնալ այդ խաչին։ Նա որոշեց ամեն մեկին այդ խաչից ինչ անել, իջեցնել։ Եվ ամեն բան անում է, որպեսզի ես ու դու այդ խաչի հետ մասնակից չդառնանք։ Եվ ցավով եմ ասում, եթե Տեր Հիսուսի կյանքում չհաջողվեց, մեր կյանքում ցավով եմ ասում, որ շատ է լինում, որ հաջողվում է եւ մեզ իջացնում է։ Շատերս մենք խաչի կյանքին հավանում չենք։ Շատերս մենք այդ ճանապարհով չենք ուզում գնանք։
մենք գիտենք խաչի ճանապարհը որն է, անձը դուրացի եւ խաչը վերցրու արի հետևից։ Մենք այս ճանապարհով չենք ուզում գնալ, մեզ ավելի հաճելի է իջնել խաչից։ Եվ տեսեք, ինչ պատճառաբանություններ է հակառակորդը բռնում, որ խաչից իջեցնի։ Եվ Մարկոս Ավետարանի 15-րդ գլուխ 30 համարում գրված է հետևյալը 15-30 համարում ապրեցու քո անձը եւ իջիր խաչից ապրեցու քո անձը եւ իջիր խաչից այսինքն ինչ է ուզում համոզի եղբայրներ քույրեր ուզում է համոզի որ խաչից իջնելու մեջ է որ անձը պիտի ապրի ոչ թե խաչվելու մեջ է, որ անձը պիտի ապրի, այլ խաչից իջնելու մեջ է։ Որովհետև իրական ազատությունը ոչ թե խաչվելու մեջ է, իրական ազատությունը խաչից իջնելու մեջ է։ Եվ այսօր մեզ կարողացել է խաբի։ Ես ուսուցիչը այդպես գրում է, չէ, որքան շատ են նրանք, որոնք լայն ճանապարհով քայլեն։ Որքան շատ են, պատկերացնում եք ինչքանի կարողացել է քանի հոգու եւ քանիսներին կարողացել է համոզի խաչից իջեցրել է։ Եվ գնում են լայն ճանապարհով։ Եվ այդ ճանապարհի վերջը ոչ թե ապրելը, ոչ թե ազատությունը, այլ այդ ճանապարհի վերջը կորուստն է եւ նրանք ովքեր այդ ճանապարհով գնում են ամեն իրենց քայլը այդ ճանապարհի հեռացնում է Հիսուսից Ինչքան են մտածում են որ այդ ճանապարհը լայն է ընդարձակ է եւ սա է ապրելը եւ մարդը ընտրում է այդ ճանապարհը չգիտեմ, հոգևոր արարողություններով, տեր կանչելով, հրաշքներ անելով, նշաններ գործելով, չէ, գնում են այդ ճանապարհով, բայց ամեն իրանց քայլը հեռացնում է Հիսուսից։ Եվ պարզ ասում է, որ ամեն տեր անսողը չի մտնի երկնքի արդարություն։ Եվ ասում այն ժամանակ ես կասեմ ինձանից հեռու գնացեք, ես ձեզ լավ չեմ ճանաչել, ով անօրենություն գործողներ։ Հիմի եղբայրներ քույրեր ջան, մենք ոնց ենք մտածում։ Ես մտածում եմ, որ այսօրվա երիտասարդության մեծ խնդիրը հենց այստեղ է։ Մենք չենք ուզում խաչված կյանքով ապրենք։ Մեզ ավելի հաճելի է, չէ՞, հոգևոր կյանքում մեր ուզած ազատությունով Աստծուն պաշտենք։ Մենք մտածում ենք կյանքը դա է, մենք գանք եկեղեցի, ապրենք մեր ուզածով, հասնենք մեր ուզածին եւ սա է կյանքը։ Բայց հոգևոր ոչ աճ չեն ունենում։ Եվ մեր պատերազմը գնում է ճիշտ հենց այս ուղղությամբ, որ թույլ տվեք մենք մեր ուզածը անենք։ Եվ երբեք չես հոժարվում, երբ որ ինչ որ հարցերի բացատրություն է տրվում ավետարանով, չես կարողանում ընդունել դա։ Որովհետև երբ որ այդ բացատրությունը քեզ տրվում է, դու զգում ես, որ քո ցանկությունները բարձրացնում են խաչը, քո ցանկություններին ասում են վերջ պիտի դրվի, բայց ես դա չեմ ուզում։ Ինձ համար կյանքը իմ ցանկությունների բավարարվելն է։ Ինձ համար կյանքը իմ ուզածով ապրելն է։ Եվ շատ պարզ, ուզում ես քո ուզածով ապրես, իջի խաչից։ Խաչը քո տեղը չի։ Եվ մենք իջնում ենք, եղբայրներ քույրեր։ Եվ հիշեք, որ ձեր երիտասարդ կյանքը շատ արագ անցնելու, շատ արագ։ Ու կանցնի տարիներ, ու կզգաս հոգևոր կյանքում ոչ աճ չեն ունեցել։ Մի երբ որ Աստված Եգիպտոսից Իսրայելին դուրս անեց, մի հարց, ինչի ստրուկ ժողովուրդը չկարողացավ Եգիպտոսից ազատվել։ Չկարողացավ։ Եգիպտոսից դուրս էր եկել, Եգիպտոսը սրտի մեջ տանում էր։
Եվ ամեն ժամանակ Աստծուն հետևյալն են ասում, ամենամեծ վիրավորանքը մեզ համար Եգիպտոսում ավելի լավ էր։ Սա ամենամեծ վիրավորանքն էր Աստծուն։ Ինչի մեզ հանեցիր Եգիպտոսից։ Եգիպտոսի կերակուրները մեզ համար ավելի ախորժելի են, քան թե երկնքից տված թողածը։ Մեզ Եգիպտոսի կերակուրները դուր։ Եվ ինչ-որ բաներ նկարագրում է։ Հիմի ժողովուրդ ջան, այս ժողովուրդը թեկուզ տրկության մեջ իր համար կյանքը Եգիպտոսի մեջ լինել է երկու կերակուր ուտելներ։ Քանց թե այն, որ Աստված իրան շնորհում ու տանում էր։ Հիմի մենք աշխարհից եկել ենք այստեղ, բայց աշխարհից չենք ազատվել։ Եվ մենք ուզում ենք աշխարհը մեզ հետ բերենք այստեղ։ Եվ ինչ ենք ասում։ Թողեք աշխարհի կերակուրներով կերակրվենք։ Եվ ասեմ, որ ձեզ ոչ մեկն չի արգելում։ Դա քոնտրությունն է։ Բայց այն ժողովուրդը, որը Եգիպտոսի կերակուրներին էր ախորժում, դուք գիտեք ինչ եղավ նրանց հետ։ Եվ Եբրայեցիների թուղթը ասում է, եւ նրանք ընկան իրենց անհավատության պատճառով։ Իրենց անհավատության պատճառով, ինչի, որտեղ Աստծո տվածին չախորժեցին, չհավատացին, որ Աստծո տվածը ավելին է, քան թե Եգիպտոսի տվածը։ Եվ ընկան, եւ Աստված ասում է նրանց չհավանեց։ Հիմի մեր կյանքում գրեթե նույնն է կատարվում։ Այսօր Աստծո տվածին, իսկ Աստծո տվածը ո՞րն է։ Քրիստոսի խաչը։ Այսօր երբ որ Աստծո տվածին մենք չենք հավանում, եւ այսօր ուզում ենք Եգիպտոսի կերակուրները, մենք տեղ չենք հասնելու ժողովուրդ։ Մենք տեղ չենք կարող հասնել, ինչքան էլ ուզում ես քեզ համոզի։ Եվ հաջորդը, որ այստեղ ասում է 40 համարը նորից 27-րդ գլխի Մատթեոս ավետարանի դարձած ասում է, եթե Աստծո որդի ես, իջիր խաչիցը։ 42 համարում ասում է, եթե Իսրայելի թագավորն ես, իջիր խաչիցը։ Ես լսել եմ նման խոսակցություն, քարոզ, ոչ մեր եկեղեցու մեջ, որ ասում է մենք Աստծո տղաներ ու աղջիկներ ենք, մենք թագավորի որդիներ ենք, մենք իրավունք չունենք վատաբրելու, մենք պիտի կարողանանք լավ ապրենք և հրավիրում է աղոթքի և ասում է եկեք աղոթենք, որ աղքատության անեծքը մեր մեջից դուրս գա։ Հիմի ինչ են ուզում ասեն։ Եթե թագավորի Իսրայելի թագավորն ես կամ Աստծո որդի ես, ինչու ես խաչված։ Իջի խաչից։ Եվ այդ նույն հոգին գործում է տարբեր տեղեր։ Եվ հիմա ինչ ասում, դու թագավորի աղջիկ ես, չէ՞։ Ինչ նեղություններ, ինչ խնդիրներ, չէ՞, ինչ ասենք նման բաներ։ Խաչը քո համար չի։ Դու պիտի ապրես քո ուզած սևով։ Դու պիտի ապրես թագավորի նման։ Բայց մենք գիտենք, որ թագավորի աղջիկը և թագավորի տղեն իրան լուրջ ժառանգություն ունի երկնքում պահված։ Եվ հենց Աստծո որդին էր, որ եկել էր, մարդացել էր և որպես երկրորդ Ադամ կանգնել էր խաչին ու քրտության համար։ Հիմի եղբայրներ քույրեր ջան, ես չգիտեմ ամեն մեկս ներ մասին ինչ կարծիքներ ունենք, բայց ես վստահ եմ, որ նրանք ովքեր իրոք Աստծո որդիներ են, նրանց համար խաչը կարևոր դեր ունի, Քրիստոսի խաչը։ Նրանք ընտրում են Քրիստոսի խաչը, որովհետև եթե չկա Քրիստոսի խաչը, չկա նաև հարության զորությունը։ Հարության զորությունը գործում է խաչից հետո։ Եվ գիտեք Մատթեոս 27:42-ում ամենանուրբ կետն է գրած։ Ամենանուրբ կետը 42-ում։
Եվ այդտեղ շատ հետաքրքիր է, որ օրինակ ամեն քրիստոնեի ծառայության նպատակը ո՞րն է հանդիսանում, որ մարդկանց կարողանան հավատացնել Աստծուն եւ բերեն Աստծուն։ Եվ 42 համարում գրված ասում է. ուրիշներին ազատեց, ինքն են չի կարողանում ազատել, թե որ Իսրայելի թագավորն է, իջնե հիմա խաչիցը եւ կհավատան նրան։ Իմի օրինակի համար ինչքան անում, չէ, ասում ենք եղբայր ջան, մի գուցե սա Աստծո կամքն է, այդհամ, չէ, օրինակ աշխարհիկի հետ, կամ աշխարհի չգիտեմ աղջիկա կամ տու հետ ամուսնանա, իրան բերեմ հավատքի։ Այսինքն իջնեմ խաչից, օգնեմ, որ ինքը հավատա Աստծուն։ Բայց նման ձևով Աստծո հավատքը երբեք չի ձևավորվի ինչ-որ մեկի մեջ։ Աստծո հավատքը խաչի վրա է ձևավորվում։ Խաչից իջար ադամական հավատքը կա գործում, ոնց որ կա, ադամական հավատքը գործում է ադամական մտքով։ Եվ շատ բաներ մենք մտածում ենք այսպես անենք, չէ՞, եւ դա մտցնում ենք անենք, որ ինչ-որ մարդկանց կարողանանք ինչ անենք, գայթակղության պատճառ չունենք, որ մարդիկ հավատան Աստծուն։ Պետք չի այդպես անես։ Պետք չի, որ իջնես խաչից, որ ինչ-որ մեկը հավատա Աստծուն։ Պետք չի, որ դա անես։ Մեգա ինչ-որ մեկը այդ հավատքը չի ունենալու, երբ որ իջնես խաչից։ Հիմա մեր հոգևոր ընթացքում Աստծո նախանձավորությունը սա է, քո մեջ ուրիշ բան չի ուզում գիտենալ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն են խաչվածին, եղբայրներ ուրիշ։ Եվ հիմա մենք չենք ուզում այդ ճանապարհով գնանք, եթե չենք ուզում, իհարկե ինձ ներող եղեք։ Խնդիրը հետևյալն է, եղբայրներ Գուլեր ջան։ 27-րդ գլխի 44 համարում մենք դրեցինք, ասում է, եւ հայոյում են, եւ ծաղրում են, եւ ասում են իջի խաչից։ Հիմա քանի որ ես չեմ ուզում ծաղրեմ աշխարհի կողմից, ես չեմ ուզում նախատին կրեմ, ես ինչ պետք է անեմ։ Պետք է իջնեմ խաչից։ Հիմա ինչքան կա, չի ասում եղբայր ջան, վերջը ես ես ինչ տեղն եմ աշխատում կամ ես ինչ բան եմ, վերջը ստեղ եմ հետում կամ այսպիսի շրջապատ ունեմ, որպեսզի ընդեղ իմ մասին ուրիշ կարծիքներ չկազմեն, չէ, ես պիտի փոխեմ իմ արտաքինը։ Ու ես ծայրահեղություններ չեմ ասում։ Հիմա խնդիրը ինչումն է, ինչից ես խուսափում, որտեղ այդտեղ կարան ծաղրեն, չէ։ Հիմա երեխեք դպրոցում, որսի երեխուն դպրոցում չծաղրեն, դպրոցում դարձում ես լրիվ բերում ես աշխարհիկ կերպարանքի, որսի երեխուն դպրոցում հանգարց չծաղրեն։ Հիմա մենք չենք ուզում նախատինք, ծաղրանք կրենք, ի տարբերություն Տեր Հիսուսի, որին ծաղրում են եւ նախատում են։ Բայց ինքը բերանը չբացեց ու գնաց միջև վերջ, միջև խաչելիության։ Ես չեմ ուզում ծաղրել։ Ես չեմ ուզում, որ ինձ նախատեն։ Ճանապարհը մեկն է, ինչի խաչից։ Ապրի քո ազատության մեջ եւ աշխարհը քեզ չի ծաղրի։ Իսկ աշխարհը իրենն են ինչի ծաղրի։ Հիմա եթե մենք դա չենք ուզում տանենք, օրինակ Մովսեսի համար ինչ է գրված, որը Եգիպտոսի տիրակալը լիներ։ Ինքը շատ լավ գիտեր, Փարավոնի աղջկա որդի էր, ինքը համարում էր ավակը եւ Փարավոնից հետո ինքը կարար Փարավոնի տեղը բռնել։ Իրանից երբ որ ինքը հրաժարվում է, որքան հիշում եմ Ռամսես II-ն է մնում։ Հիմա Մովսեսը ինչի թողած Եգիպտոսը, երբ որ ամեն օր էր միս ուտում, երբ որ ամեն օր իր ուզած կերակուրներ էր ուտում, բայց թողած Եգիպտոսը ինչի համար, որտեղ գրված է ավելի մեծ հարստություն ինչ է համարեց։ Ավելի մեծ հարստություն համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը եւ Քրիստոսի նախատինքը իր վրա վերցնելը։
Հիմա ես ոչ ուզում եմ այդ ժողովրդի հետ չարչարվեմ, ոչ էլ ուզում եմ, որ նախատինք կրեմ։ Եվ սատանան ճանապարհ ասում է։ Դրա լուծումը հետևյալն է՝ իջի խաչից։ Աստված ինչ է ասում։ Քո մեջ ուրիշ բան չեմ ուզում, գիտեմ։ Բայց միայն Քրիստոսին եւ այն խաչվածին իմ ընտրությունը քոնն է։ Ընտրես խաչը եւ Քրիստոսի նախատինքը վերցնես քո վրա, հա, եւ գնաս այդ նեղություններին, այդ հալածանքներին, այդ ծաղրանքներին, այդ նախատինքներին, թե իջներ խաչից եւ չծաղրվել։ Սա կոնտրությունն է։ Գիտեք, Սաղմոս 69-21-ում հետարքիր բան կա գրված, որ ինչի համար ես չեմ ուզում այդ ճանապարհով գնամ, եթե չեմ ուզում։ 69-21-ում Սաղմոսների գրված է հետևյալը. Երբ կերակուրիս մեջ թույն են գցում, երբ ծարավությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։ Տեր Հիսուսի համար միջև խաչի վրա գամել է գրված է դառը գինի էին տալիս եւ ինքը հրաժարվեց։ Հետո խաչի վրա ինչ տվին, քացախ տվեցին։ Հիմա այդ քացախի դառնությունը, այդ դառնությունը, հիմա ես չեմ ուզում խմեմ այդ դառնությունը, ժողովուրդ ջան։ Է որ չեմ ուզում խմեմ ինչ դի անեմ։ Այդ ճանապարհին գրված է, կերակուրիդ մեջ կարող է թույլ դնեն եւ ծարավիդ մեջ քեզ քացախ տան։ Հիմա ես չեմ ուզում որ էդի ուտեմ ու էդի խմեմ։ Եվ հիմա խնդիրը ինչու՞մն է, ես չեմ ուզում, որ այդ դառնությունները կրեմ, հիմի կյանքի դառնություն կլինի, չգիտեմ, աշխարհի մարդկանցից կլինի, թե որտեղից կլինի, չէ՞։ Եվ որպեսզի ես չխմեմ այդ դառնությունը կամ ես չուտեմ այդ կերակուրը, ճանապարհը նորից մեկն է ինչի խաչից։ Հիմի եղբայր կար, ասում էր, եղբայր ջան, միջև հավատքի գալը ամեն ինչ նորմալ էր իմ կյանքում։ Եկա, չեկա, հավատքի սա խառնվեց իրար։ Հարևաններ չեն հասկանում, աշխատավայրում չեն հասկանում եւ այլն, անգամ ասման տանիքում էլ, սա խառնվել է իրար։ Ասում բա ինչ ես որոշում, ասում մեկ միտք է գալիս, որ նորից հետ գնա, որ ամեն ինչ դզվի։ Նորից հետ գնա։ Հիմա երբ որ գալիս ես խաչի վրա, փոխանակ Չէ, ըստ ինձ, ամեն բան ավելի օրհնյալ դառնա ու հանկարծ հակառակն է ստացվում։ Զգում ես ազգականիդ կողմից դառնություն է գալիս, հարևանիդ կողմից, սա դառնություն է գալիս, խառնվել է իրար։ Եվ մեր մեջ աշխատում այդ միտքը սատանան բերում է, տեսան ինչ եղավ, հետ գնա, իջի, ժողովուրդ ջան։ Եվ ցավոք սրտի հնարավոր է որոշներս համաձայնում ենք իջնենք։ Բայց Տեր Հիսուսը չիջավ։ Ինքը մինչև վերջ մնաց, հաղթությունը եղավ։ Փրկությունը, ուրեմն փրկության գործը կատարվեց, ավարտվեց։ Ես որ մեկ-մեկ կարդում եմ կատարվեցավ, մեկ-մեկ դեց Այս վերջեր կսել Գերմանիայում գնացինք Ռայխստագի շենքը, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գիտեք, որ հաղթեցին, այդտեղ իրանց դրոշը գցեցին ու Սովետ միությունը այն ժամանակ իր դրոշը դրեց։ Ես մեկ-մեկ որ կարդում եմ կատարվեցավ, ինձ թվում է ոնցոր սատանայի չէ գրված է, որ նրանից Աստված Տեր Հիսուսը իշխանությունը վերցրեց։ Եվ ասում է, ահա հիմա ամեն իշխանություն ինձ տնեցավ։ Ես որ կարդում եմ, ինձ թվում է ոնցոր սատանայի դրոշակը դրից վայր ընկավ եւ հաղթական դրոշակը դրվեց այդտեղ, կատարվեց, վերջացավ, ավարտվեց եւ մարդության հրբիցան գործը իրական դառավ։ Հիմա եղբայրներ քուրեր ջան, խաչվելու մեջ է հաղթությունը։ Սա միշտ հիշեք։ Հաղթությունը խաչվելու մեջ է։ Խաչից ներքև պարտությունը։
Եմ թվացյալ, որ քեզ թվում է, թե դրանով շատ հարցեր լուծվում են, իրականության մեջ խաչից իջնելով հարցերը բարդանում են։ Եվ եթե ուզում ես ունենաս այդ հաղթությունը, դա Քրիստոսի հետ խաչվելու մեջ է։ Ընտրիր այդ նախատինքը, որովհետև ամեն Քրիստոսի համար նախատվելը դա մեծ հարստություն է։ Երանից սա մենք կարողանանք տեսնենք, սա մեծ հաղթություն է։ Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, սա մեծ հարստություն է, սա մեծ փառք է։ Բայց ընտրությունը քոնն է։ Եվ Պողոս առաքյալը ներկայացնում է հետևյալը, որ ես չեմ ուզում քո մեջ Քրիստոսի խաչը ունայն դառնա։ Ուրիշ բան գիտենալ չեմ ուզում։ Եկեք վերադառնանք այդ խաչը։ Մի որքան գիտեմ, որ Ռիչարդ Ցիմերմանի եղբայրն է, տենց մի հատ հոդված ունի, բանում ունի կարդում է, հին և նոր խաչ ռուսերեն։ Եթե ժամանակ ունենաք, չգիտեմ, ես խնդրեմ եմ մեր մոտ եղբայրն եզրականան թարգմանը ետի հայերեն, ասում եմ նոր խաչն հորին է, որ նոր խաչը ոչ թե մարդուն մահվան պատճառ է դառնում Ադամին, այդ ձևավորում է։ Այսինքն Ադամին ասում է, ինչ արա, արի քեզ ձևավորեմ, հարմարվի այս նոր հոգևոր կյանքի։ Մենք շատերս դրան ենք համաձայնում, բայց Քրիստոսի խաչը դա ադամական բնության մահն է։ Եվ մենք պիտի հոժարնենք սրան, ժողովուրդ ջան, եւ այն ժամանակ հաղթությունը քոնը կլինի։ Եվ այն մեծ փառքը, որ Տեր Հիսուս աղոթքի ժամանակ ասեց, որ ես ուզում եմ, որ նրանք ինձ հետ լինեն եւ իմ փառքը տեսնեն։ Աստված մեզ պատրաստել է մտնելու այդ օրհնյա փառքի մեջ։ Իսկ դա ինչ փառք է, մենք չենք կարող պատկերացնել։ Աստված թող մեզ օրհնի, Տերը մեզ օգնական լինի, ժողովուրդ ջան։ Եկեք կանգնենք աղոթքի